Դերասանուհի և ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանն իր ինստագրամյան հարթակում կիսվել էր իր և ամուսնու առօրյայով։ Սակայն այս անգամ առօրյան տարբերվում էր, այն լցված էր տիառ ընդառաջի պատրաստությամբ, ջերմ ընտանեկան հավաքով։ Մեզ մոտ բոլոր տոները մեկում է այսօր, այդ թվում ընտանիքներով հավաքվելու տոնը։ Էնքան զբաղված ենք լինում բոլորս, որ ընտանիքի անդամներով հավաքվելն էլ վաղուց տոների շարքին կարելի է դասել։ Նշել էր Էվելինան հրապարակմանը կից գրառմամբ։ Առաջարկում ենք դիտել ընտանեկան ջերմ հոլովակներն առանց մեկնաբանության։ Բարի Վալենտինյան օր բոլորիդ, հուսամ լավ ու սիրառատ տրամադրություն ունեք, ովքեր մենակ են շատ չտխրեք։ Երեկվա տրնդեզի պատմությունը։ Ուրեմն իմ մտքով ընդհանրապես չէր անցնում, որ տրնդեզը նաև վերաբերվում է ինձ ու Լևոնին, որ 8 ամիս առաջ ենք ամուսնացել, չի նշանակում, որ մեր տրնդեզը չի։ Ու տալս է զանգում Լևոնի քուրիկը ու ասում եմ, որ պարտադիր պիտի ունենանք տրնդեզ, կապ չունի, որ արդեն ամսի 13-ին չենք հասցնի պատրաստվել, մեր տրնդեզը տեղափոխվում է այսօր։ Եվ հիմա ես գնում եմ, շտապում եմ, որ պատրաստություններ տեսնենք, ընտանիքներով հավաքվենք ու ունենանք լավ երեկո, եթե կթողնեն, վիդեոներ կտեղադրեմ, բայց ոչ մերոնք, ոչ էլ Լևոնի ընտանիքը չի սիրում շատ նկարվել, բայց ես կփորձեմ, ես զանուդա եմ, չէ, հաստատ կան, չմտածեք։ Ուրեմն մեր մոտ շատ թեժ է, չգիտենք կհասցնենք թե չէ, успеем, тетя Лен, как вы думаете? Ну, постараемся. Постараемся. Ես սալատ եմ սարքում, Տетя Լենան էկլերներն է սարքում։ Հա, ու մտքով ես անցել է, որ մենք միասին կարող խաղանք շատ խնդալու կլինի, հայ-ռուսական, նորմալ չի։ Давайте поиграем вместе, да? Не в прямом эфире? Это я сейчас стори делаю, анонсирую как будто, потом будем играть и снимать. Согласны? Хорошо. Знаете эту игру? Слышала. Нормально, например, что мы вместе сейчас в кухне работаем? Ну, 50 на 50. Кес-у-кес? Кес-у-кес. Ладно, խոստանենք, որ կնկարենք։ Հասկանանք, թե որքան են իհարել մեր ամուսինը, ձեր տղան։ Ваша сыночка. Моя сыночка похудела. Да. Ого, 84 6 килограмм 94, мам. Лев, ты 100 будет, да? 101. 101, օժոլով։ С половиной. Շնորհավորում եմ մեզ եւ ձեզ հարգելի հետևորդներ։ Իմ հրաշք, իմ սրտիկ, իմ Վալենտինկա։ Ուտիմ ես քեզ։ Ուտիմ։ Սիրո, վերախեք ջան, սիրո սարքել մամա։ Հա, իդեալական։ Իրապես Ինքն արել։ Оказывается, նա ոչ միայն լավ դասախոս, այլև ձեռքից շնորհքով կին է նա։ Брат и сестра. Одна сатана. Արիա ջան, ես ու դու ենք брат и сестра, դե գնացեք ու մնացեք։ Էվելինա Ստեփանյանն իր ինստագրամյան հարթակի սթորի բաժնում նոր անկեղծ հրապարակում է արել։ Եղանակ, որն այդքան էլ նրա սրտով չի եւ հոլովակում բարձրաձայնած մտքերը։ Առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Ծում ակնհայտ է իմ դեմքից, թե ինչքան չեմ սիրում այս եղանակը ու ինչքան չեմ սիրում խցանման մեջ հայտնվել։ Ինձ թվում պուլսս կկանգնի այս խցանման մեջ։ Բայց հոբ արավ չենք մնում, մտածում ենք։ Ասած ժամանակ սիրում ենք մտածել, գիտեք։ Ցավոք սրտի երբեմն, որովհետև շատ մտածելը հաճախ խանգարում է եւ ոչ թե օգնում։ Անդ մեջ հաշվարկում ես ռիսկերը, դու ռիսկի չես դիմում։ Լիքը հարցերում։ Բայց ես գնալով ավելի եմ համոզվում, որ մեր ուղեղը ամենամեծ պարազիտն է, որը խանգարում է մեզ առաջ գնալ։ Եվ մենք անընդմեջ մեզ տվել ենք ծրագրեր, իսկ այդ ծրագրերից ազատվելու դեպքում մենք կգանք մեր իրական եսին, երբ որ մաքրենք մեր ուղեղի սխալ պարունակությունը, իսկ դա շատ բարդ աշխատանք է։ Կամ որ ասում են մի մտածի, օրինակ իմ շրջապատում
պատից ինձ շատ սիրող հարազատ մարդիկ երբեմն երբ ինձ տեսնում են, հա, անհանգստացած, էլի ինչ որ հարցերով, մտքերով, խորանալով, պատասխաններ փնտրելով, ասում են, ինչ ես քեզ շատ ծանրաբեռնում, մի արա։ Եթե կարողանայի, չի անի, բայց պատկերացնենք մի պահ, երբ դուք անհարմար տեղում նստած եք, հա, համարենք ասեղների վրա, այն յոգայի ասեղների վրա կամ էլ պարկած եք կամ կանգնած եք։ Ես փորձել եմ դա ու իրոք շատ անհարմար է։ Համարենք դուք դրա վրա կանգնած եք, ձեզ ցավոտ է, նեղվում եք, ուզում եք իջնեք վրայից, լիարժեք լինեք, խաղաղ լինեք, հանգիստ լինեք, էլ ձեզ վատ չլինի։ Ոնց կշարունակեք վրան կանգնել, ամեն ինչ կանեք, որ իջնեք, չէ, վրայից։ Հիմա նույնը ինձ մոտ է, կամ մեզ մոտ է, ինձ նման մարդկանց մոտ է։ Եթե դա մեզ չանհանգստացներ, չենք մտածի։ Այլ հարցա թե այդ մտքերը քեզ ուր են տանում։ Եթե դու անընդհատ մտածում ես եւ ժամանակը ցույց է տալիս, որ դու ոչ մի լավ տեղ չես գնում, բնականաբար ուրեմն պիտի կամ հայացքդ փոխես, կամ ինչ-որ մեկի օգնությանը դիմես, կամ փիլիսոփայություններդ փոխես, վարվելակերպդ, վերաբերմունքդ, չգիտեմ, հազար բան կա։ Բայց եթե ինչ-որ պահի ծանր այդ շրջանը, ամենայն դեպս այդ փնտրտուքների շրջանը ու դու գալիս ես վերջում որևէ ճշմարտության եւ տենց ամեն հարցի դեպքում, ուրեմն ճիշտ ճանապարհով ես գնում։ Ու եթե խաղաղվում ես, ուրեմն ճիշտ ճանապարհով ես գնում։ Փախնելը խնդրից լուծում չի։ Խնդրի լուծումներ գտնելն է տանում լուծում։ Փորձելը լավ գոնե։ Ու ով փնտրում է, նա գտնում է։ Դա փաստ է։ Անհերքելի։ Նա Ստեփանյանն օրերս իր ինստագրամյան հարթակի սթորի բաժնում նոր հրապարակում էր արել։ Բամբասկոտ մարդկանցից զզվում եմ, կան չէ մարդիկ, ովքեր միշտ ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտի մեջ են։ Իրենց էլ չեմ սիրում, ու կան չէ, որ չեն հասկացել, որ խնդիրը ոչ թե մնացածի, այլ հենց իրենց մեջ է։ Իրենց նույնպես չեմ սիրում։ Կան այնպիսիք, ովքեր մի հոգու բամբասանքի զոհը դառնալով առանց պարզաբանումների հարաբերություններ են փչացնում հենց այն մեկի հետ, ով իբր իրենց մասին վատն էր խոսել, այն առաջինի պատմածով։ Ֆու, ես ամենաշատը երևի հենց այդ կախական հավատացողներին չեմ սիրում։ Իրենք այնքան վախկոտ են, որ նույնիսկ դեմ առ դեմ խոսակցություններից են թևեր առած փախնում։ Բայց երևի ամենաշատը իրենց զոհի տեղ դրած վանքի հավեր ուտողներից եմ խորշում։ Իրենք ոնց խեղճ ու վախկոտ կան, այդպես էլ կմնան։ Այ կյանքն եմ սիրում, սիրով լի մարդկանց եմ սիրում, առողջ մտքով ու համարձակներին եմ սիրում, կուլ չգնացողներին, մինչև վերջ արդարության համար կռիվ տվողներին եմ սիրում։ Իրենց բացասական համոզմունքների վրա մի քիչ, գոնե շատ քիչ կասկածողներին եմ սիրում։ Լուսանկարին կից գրել էր Էվելինան եւ հրապարակել հոլովակ, որն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Բարի երեկո, ցավոք միայն օրվա վերջումը հաջողվում մնալ մի քիչ ազատ ու ձեզ հետ շփվել, բայց ինչևէ, քանի որ լեվը գնաց կրկին նկարահանման, ես էլ տանը մենակ եմ, քարիքներով մեյքափս վկա, ես եմ հեղինակը ու շատ սիրում եմ, դուրս շատ է եկել, դուք էլ գնահատեք, բայց լավ չշեղվենք այս աղջկական թեմաների վրա, եկել եմ ավելի կարևոր բան ասելու։ Լավ, սիրելիներ ջան, մարդիկ ջան, եկել եմ ասելու, ինչ ուզում անենք, լինենք լավը, վատը, տգեղ, գեղեցիկ, թեև ես այդ չափորոշիչները երբեք չեմ հասկացել, խելացի, անխելք, եթե մարդիկ որոշել են, որ մենք իրենց քառակուսիների մեջ չենք տեղավորվում, միևնույն է չենք տեղավորվում, այդ քառակուսիների մեջ չենք տեղավորվելու, եւ դա ամենևին մեր խնդիրը չի։ Հիմա խնդրանք հորդոր կամ անձնական փորձից մի կտոր ընդհանրապես մի մտածեք, թե ինչ կմտածեն ձեր մասին։ Ուղղակի ապրեք, վայելեք այս կյանքը, ապրեք այնպես, ինչպես դուք եք համարում ճշմարտացի։ Թե ինչ կասեն, ինչ ուզում ա թող ասեն։ Իմաստնություն իմաստնությանց։ Ասեք։